Բարև ձեզ, չէի կասի գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Աղջիկ ջան, հələ որ չեմ որոշել։ Իսկ ավելի շատ հավակնություն ընդդիմությանը ունեք, թե Գործող իշխանությունը։ Ինչու՞։ Դրական փոփոխություններ եմ տեսնում ու շատ։ Կնշեք մի քանիսը։ Առողջական ապահովագրություն, Օգտվել եք։ հետ վճար, թոշակի բարձրացում, բանակի կրճատում, խաղաղություն ամենակարևորը խաղաղ երկնքի տակ ապրելը շատ լավ է։ Գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Երևի ես ներկայիս դե լավ բաներ տեսել ենք իրանից։ Կնշեք մի քանիսը, որից գոհ եք։ Օրինակ ոստիկաններին այն վաղ իրանց վաղտով առաջ, որ նայում ենք, միամիտ անցնելուց նայում ենք ոստիկաններին, ասում են լարի բռնում տանում են, բայց հիմա ոտս հանգարց փոսի մեջ ընկնում ոտս դուրս ընկնի իրանք կօգնում են նստում են ավտոն տանում են հիվանդանոց առաջի օգնություն ցույց են տալի։ Ու մնացածը տենց ավելի մանրից ավելի մեծ բաներ լավ բաներ տեսել ենք։ Ինչ կարծիք ունեք, որ բանակը դարձավ 1.5 տարի։ Շատ լավ կարծիք ունեմ, որտեվ առաջ էլ ա եղել 1.5 տարի, հիմա առաջվա պես են անում։ Գաղտնիք չի, բայց իմ ասածից կիմանաք, էլի, ով որ Հայաստանը սիրում է, ով ազգությամբ հայա արմատներով, այն նրան է կընտրենք։ Ու կույր պատելնի մարդ, որ չտեսնի այսքան արածը։ Հատկապես ինչից եք գոհ իշխանությունները։ Գոհ եմ, որ ժողովուրդը այսքան ազատ արտահայտվելու իրավունք ունի, գոհ եմ, որ այսքան բարենորոգումներ, այսքան մի հատ բան չկա, որ ասես այս մարդը նախկինների նման գողացավ, թալանեց, տարավ, սպանեց, չկա տենց բան, մարդիկ ազատ ապրում են, այսքան երեխաներ կարա իր մտքերն Այս ամսվանց թոշակները բարձրացան, առողջության ապահովագրությունը ներդրվում։ Ամեն օր մենք մի գեղեցիկ, մի լավ բան, իօքուտ ժողովրդի մենք տեսնում ենք, թոշակս ավելացել է, գոհ եմ, մամաս իմ տարիքին է, 80, իմ տարիքին չէ, ստաժը, իր թոշակի չափն է, իմ չափ, նա 88 տարեկան է, ես դպրոցական եմ եղել ինստիտուտի ուսանող, ինքը արդեն թոշակ էր ստանում, հիմա ես ու ինքը նույն թոշակն ենք ստանում, այդքան տարի ոչ մի անգամ չի ավելացել, հիմա իրար հետ հավասար թոշակ ենք ստանում, այդ բժշկական օգնությունները, այդ անվճար սպասարկումը, որը ասես, թորնիկիս հետ գնում եմ մանկապարտեզ, ես դաստիարակ չեմ աշխատել, պատերը սպիտակ, անշուք, կոտրտված, պահարանները, ամեն ինչ։ Հիմա որ մտնում եմ, ասում, ես երիտասարդն եմ, այս տեսակ սիրուն մանկապարտեզում աշխատե երեխեք հետ, դպրոցներ, բանակը, այդ աշխատավարձերը զինվորի, ամեն ինչը, որ մի բան ասես, կամ այդքան բնակարանների համար, որ ոչ մի բան չի լցնում գրպանը, լրիվ գնում է ժողովրդին, սահմանամերձ գոտիներ, ամեն տեղ, բնակարանաշինության համար, այդքան խելք չունի, էլի, չի գնում դղյակներ առնում, չի գնում, չգիտեմ ինչեր անում, իրա դղյակները այդ մանկապարտեզն են, զինվորների հագուստը, սնունդը, ինքան բան կա ասելու։ Կարծիք ունեք, որ 1.5 տարի դարձավ։ Շատ, իմ թորնիկը հենց հիմա հունվարին է գնացել, տարի ու կեսից է օգտվել, շատ ուրախ ենք, 6 ամիս շուտ կգա։ Խաղաղության մասին ինչ կասեք։ Գոհ եմ, ամեն քայլի գնաց, ամեն տեսակ, այդքան շփումը, մեր արտգործ նախարարը, այդ ինչ երիտասարդ ու ինչքան խելացի, այդ ինչքան են տարբեր երկրներից գալիս, ով են այն ժամանակ մեզ մարդու տեղ դնում, ով են հաշվի առնում, իսկ հիմա ամբողջ աշխարհն է հետաքրքրված, հարգում են, սիրում են, գալիս են, ամեն տեղից կանչում են, Եվրամիությունը, Ամերիկա, որտեղ մի հատ ժողով, մի բան կա, պարտադիր մեր երկրի ներկայացուցիչ չկա։ Ես շատ գոհ եմ։ Քոչարյանի Տաշիր Սամոյի մասին ինչ կասեք։ Դե Տաշիր Սամոն ընդհանրապես ահավոր անգրագետ, մի հատ մենք նրա ձայնը չլսեցինք։ Երկու նախադասություն, երբ նա ինչ է մտածել։ Այն մարդ ես չգիտեմ, այդ ովքեր են գրում մի կերպ կմկմալով կարդում, ամոթել է, բիզնես ես արել, թե ինչ ձևերով ես արել, էդ էլ գիտենք։ Գնա նստի քո գործերին, էլ քեզնից ինչ քաղաքագետ, քեզնից ինչ պետության ղեկավար, որ գնացել ես ընդեղ խափելով սրա նրա ձեռքից բան խլելով, բիզնեսներ խլելով, էդ էլ գիտենք։
Հասել ես ինչ-որ, ուրեմն ինչքան հարուստ կա, կարա գաս տեղալնի պետության ղեկավար, ամբողջ աշխարհում այնքան հարուստ մարդիկ կան, բայց մեծամասամբ խելացի են, էլ իրա նման չեն։ Փողով ընկել են հետևներից, մի հատ չգիտեմ, քյաբաբի համար, մի հատ չգիտեմ, հազիվ է ժողովուրդ ուզում է ուրախանա։ Մոռանալ չկա այն մեր երիտասարդներին, բայց նորը թողեք ապրի, երկիրը թողեք շենանա։ Դուք երկրի թշնամիներն եք։ Հա դե ինքն ինչ, սաղս գիտենք, որ ինքը իր արունը կեսը թուրքա, կեսը հայ է։ Նա պետք է հայ մասին մտածեր։ Ամեն ինչը գիտենք, ես այն սերունդն եմ, որ ամեն ինչ գիտեմ, մարտի 1-ն էլ իր արածնա, հոկտեմբերի 27-ը, այս երկրում ինչ քանդել են, ինչ թալանել են, այդքան մարդկանց խելացի, որ սպանել է, հաղթանակից հետո այդքան արտագաղթը, որ այդպես բան պետք է չլներ, մարդիկ փախան իրա վախից, ով բերանը բացում էր, հիմա ասենց խոսում ենք, բայց նրա ժամանակով կարար խոսալ, հələ նախադասության կեսից արդեն տարած թաղած էր, ոչ գերեզման կա, ոչ տեղ կա, մենակ ասում են, այս ինչ մարդը չկա, այս ինչ պաշտոնյան չկա, որտեվ իրան հակառակ երկու բառ ասել։ Դրան չիմանալով բերեցին, այս ամբողջ երկիրը քանդեց, այս ժողովրդին կերավ, Հայաստանն է ինքը Հայաստան կուսակցություն չի, ինքը Հայաստան կուսակցությունն է։ Այս մարդը եկել է այս երկիրը հիմքից քանդելու։ Փաշինյանին, որտեվ ինքը Բարսի Փաշինյանին եմ ընտրում, որտեվ ինքը ամեն ինչով ժողովրդին բավարարել է, թե դեղով, թե օպերացիաներով, թե այո, օգտվելն է։ Ինչից եք օգտվել, եթե գաղտնիք չէ։ Գաղտնիք չկա, դեղամիջոցներն եմ ձրի վերցրել եւ պատրաստվում եմ վիրահատման։ Եվ շատ շնորհակալ եմ մեր Փաշինյանից, նա առավել եւս ամենալավ բաները ինքը արեց, մինչեւ այդ ոչ մի լավ բան չենք տեսել մարդկանցից, մեր ղեկավարներից ավելի ճիշտ։ Բանաբար թոշակառու եք, ձեր թոշակները բարձրացրել։ Այո, շատ շնորհակալ եմ Փաշինյանից։ Իսկ հետ վճար ստանում եք, քարտով եք։ Այո, հետ վճարել եմ ստանում։ Խաղաղությանը հավատում եք, ինչ կասեք։ Այո, հավատում եմ, որտեվ ինքը Աստծո ընտրյալ է։ Մեր իսկական վարչապետին, Ինչու նրան։ որովհետև ամեն ինչից գոհ ենք, ամեն ինչով, մանկա դու գիտես, ամեն ինչը սարքել է, գոհ ենք անչափ։ Առողջապահության ապահովագրությունից օգտվել եք տեղի։ Դեռ ոչ, բայց Կարծիք ունեք։ դե լավ է, իհարկե, ամեն ինչն էլ ես գնահատում եմ, որ բավարար է բոլորի համար։ Իսկ թոշակները բարձրացան, ինչ կասեք։ Լավ է, շատ լավ է, գոհ ենք, ամեն ինչից էլ գոհ ենք։ Գալիք ընտրություններին ում եք քվեարկելու։ Փաշինյան Նիկոլին։ Կնշեք ինչու, հատկապես ինչ է արել, որ գոհ եք։ Ազատությունը, անկախությունը տվեց երկա։ Բռնակալություն չէ երկիրը։ Խաղաղությունը գիտենք, որ այսօր կա։ Իսկ վաղվա համար կախված է եւ մեզանից ամենակարևորը։ Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը։ Իսկ որ մի գնանք կռվելու, չկա խաղաղություն։ Դե հիմա ասում են արժանապատիվ չէ այդ խաղաղությունը։ Ով ասում։ Այդ ասողը արժանապատիվ ունի այս հողի մեջ, որ ապրում է, թե չէ։ Կարևորը թոշակառուներին մի որոշ կարգավոր է, իսկ ինչ վերաբերում է ումն եմ ընտրում, ես գիտեմ ումն եմ ընտրում։ Նորելուկ ինչ եմ ընտրում, այն ինչ որ խոսք են տալիս։ Իսկ Քոչարյանի մասին ինչ կասեք։ Դե տեսել ենք նրա համբավը։ Այսօր այդ օրն ենք ընկել, որ Կոչարյանը սաղ թալնես տարավ, ինչ էր դա, սաղ տարել է։ Ումից եմ պոկում, իր 18 տարեկան տղեն, որ եղավ միլիարդ հատեր, ինձանից շատ էր աշխատե։ Հերախոս իրավունքներ մեկը արտասահմանից ներկայ էր։ Վերջ կտային, մի հատ ներողություն, մի հատ ռոբո ասեցին, սպանեցին, ճիշտ է։ Բոլորը գիտենք, իսկ այն որ պետը խփում էր Փաշյանի գլխին, ասում էր սուսեք, լավ, թող վերջանա։ Ճիշտ է, մի քիչ թույլ կողմեր ունի, բայց դիտի մեզի չի խանգարում։ Իսկ հատկապես ինչից եք գոհ Փաշինյանի։ Առաջինը խաղաղությունից, երկրորդը որ զինվոր չի սպանվում սահմանում, երրորդը այսքան գործ որանում անա, մենք չենք տինում, այսքան դպրոց կառուցում, պարտեզա կառուցում, ասֆալտապատում է, էլ ինչ մնա, այդ մարդն ինչ անի։ Իսկ ինչ Քանդած երկրի վրա եկեն, քեզ ասեմ, քանդված։
թալամած երկրի վրա են ստե։ Եթե այս կռիվը չլիներ, մենք աղի նման իմի ապրում էինք։ Ինչ կարծիք ունեք, որ բանակը դարձավ 1.5 տարի։ Դե եթե խաղաղությունա, սահմանները քիչ է, բնական է ու տանեն լցեն իրար գլխին, իրեն կռվեն իրար ինչ արել։ Աշխատում են ցավը տանը։ Որ ասենք չանեն, աշխատում են։ Ես ասֆալտի որակն եմ ասում, շենքի որակն եմ ասում, որ տեսել եմ, որ գործ են անում։ Իսկ այն ժամանակ այդտեղ 30 տարի տարած գրավեցին, ինչ արեցին։ Չէին կարակ Ալիևի հետ հարցերը լուծեին։ Կուտակվեց, այդ ամանը լցվեց, ես էլ միամիտ ելավ, եկավ, մենք էլ ընտրեցինք, ինքը չիմացավ, որ այդ ճաշը պետք է ինքը ուտի։ Այդ կռիվը մեկա լիներ էր, այն նախագին, որ ելավ բեմից հրաժարական տվեց ու գնաց, այդքան հանգիստ չէր։ Հենի արդեն գիտեր, որ ճաշը եռում է պտի թափի։